Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է Հայակվե միավորման վարչության անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Ցոլակ Ակոպյանը։ Բարև ձեզ, պարոն Ակոպյան։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես, պարոն Ակոպյան, Հայաստանում տեղի են ունենում այս պահին գործընթացներ, որոնք աննախադեպ են։ Իհարկե գաղտնիք չէ, որ ցանկացած իշխանության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում եղել են մարդու իրավունքների որոշակի ոտնահարման դրվագներ, եղել են նաև ձերբակալություններ, որոնց հիմքում կա քաղաքական բաղադրիչ, բայց այդ մարդիկ 90%-ով եղել են քաղաքական գործիչներ, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանը տարիք ու սեր չի հարցնում։ Նիկոլ Փաշինյանը ձերբակալում ու քրեական գործեր է հարուցում բոլորի նկատմամբ, լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ, գիտնականներ, օրինակ ինչպես դուք, հոգևորականներ, բարձրաստիճան, քահանաներ, այդ թվում նաև վեհապարը, ում արգելել են Հայաստանի Հանրապետությունից դուրս գալուց, այդ թվում նաև աշակերտներ ու կանայք, որոնցից մեկը ունի նորածին երեխա։ Այսօր էլ իդեպ նոր հայտնի դարձավ, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից ձերբակալել են, բերման են ենթարկել մոտ 11 հոգու։ Հիմա ինչ եք կարծում, այս ձերբակալությունների ողջ շղթան ինչ նպատակ է հետապնդում։ Շնորհակալություն նորից հրավերի համար, պարոն Կարապետյան։ Այո, խոսում ենք մի բանի մասին, որ ցավալի է բոլորիս համար, որտեվ ապրել մի երկրում, որտեղ բռնաճնշումները, որտեղ մարդու իրավունքների ոտնահարումը, գաղափարական ազատությունը, խոսքի ազատությունը բերելու է նման բռնաճնշումների, իհարկե բոլորիս համար ցանկալի չի, բայց նաև բոլորիս համար սա պետք է խթան լինի, որպեսզի մենք շարունակենք մեր պայքարը։ Ինչի համար են անում։ Պարզ պատճառով մարդկանց մոտ վախեցնել, վախ առաջացնել, որ հաջորդ անգամ, եթե իշխանության պարագլուխը հայտնվի եկեղեցում, որևիցե մեկը հանկարծ դուրշանի այնպիսի մի արտահայտությանի, որը տհաճ է։ Այսինքն, այս օրինակներով 1-2 ամենասուրբ տեղերին են կպտում կանանց, երեխաների, որ բոլորի մոտ վախ առաջանա, որպեսզի վաղը ինչ որ մեկը իր կնոջ օրինակ ասի դու մի զբաղվի քաղաքականությամբ։ Սա միտումնավոր իրականացվող քաղաքականություն է, հենց միտումնավոր կպնում են թիրախային մեր սրբություններին, որսի հասարակության մոտ վախի մտնոլորտը ել ավելի ուժեղանա, բայց ինձ թվում է նաև ցույց է տալիս իրավիճակը, որ չի աշխատում սա, որ այս իշխանությունները գնում են սխալ ճանապարհով ու ամեն նման բռնաճնշում մի նոր ալիք է բարձրացնելու։ Այսինքն այն խորհրդատուները, որոնք իրենց տվել են այս խորհուրդը, որ սրա միջոցով կարելի է մարդկանց վախեցնել, մարդկանց կանխել մարդկանց դուրս գալը հրապարակ, կանխել ընտրություններին բարձր մասնակցություն, իմ կարծիքով հակառակ էֆեկտն է տալու։ Ես նաև կոչ եմ անում մարդկանց չընկճվել որևիցե բանից, որովհետև ամենավատ բանը հայրենիք չունենալն է, ամենավատ բանը անհայրենիք ապրելն է։ Մայրիկ ֆիլմը որոնց տեսել ենք, այն կնիքը երբ որ դրում անհայրենիք, իսկ դրանից ավելի ստորացիչ բան չկա։ Ու հասնելու համար մեր նպատակին պետք է շարունակենք պայքարը, պետք է նախ միասնական լինենք ու այս պայքարը ցույց տանք, որ մեր համար ընդդիմադիր դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերի համար կա մեկ գերագույն նպատակ՝ այս ապազգային, ապօրինի, թուրքամետ, ադրբեջանամետ իշխանությանը օր առաջ հեռացնել։ Եվ լավ առիթ է գալիս, դա հունիսի 7-ին կանալիք ընտրություններն են, եւ առիթից օգտվել նորից կոչ եմ անում ակտիվ մասնակցել ու գնալ ընտրություններին ու սեփական խոսք ասել, որպեսզի կանխենք օր առաջ Հայաստանի թերքասում։ Բայց պարոն Ակոպյան, արդյոք բռնաճնշումների յուրաքանչյուր նոր զոհը, ճակերտավոր իհարկե ասած զոհը, նոր ալիք է բարձրացնում, նայեք ինչու համար եմ ասում, ես ժամանակին ասացի, որ վեհապարի դեմ հարուցվող քրեական գործերով առհասարակ եկեղեցու դեմ այդ տոտալ հարձակումը գալիս է դեռևս այն ժամանակ, երբ կալանավորեցին Բագրատ Սրբազանին, որովհետև նայեք, երբ որ կալանավորեցին Բագրատ Սրբազանին, օրինակ մեկը ես դատարանի դիմաց էի, մենք բոլորս հավաքվեցինք, վանկարկեցինք, գոռացինք ամոթ եւ այլն, բայց այնուամենայնիվ փաստենք, որ թույլ տվեցինք Բագրատ Սրբազանին կալանավորել, որովհետև կարծում եմ այն հիմա ընդունված ասել չէ կրիտիկական զանգված, այն կրիտիկական զանգվածը հավաքված չէր, որպեսզի կանխեր դատավորին կալանքի վճիռ կայացնելու կամ երերալու այդ վճիռը կայացնելուց։ Եվ Բագրատ Սրբազանի կալանքին հաջորդեց Միքայել Սրբազանի կալանքը, էլի նույն սցենարը գործեց, էլի չհավաքվեց այն քանակը, որը կկանխեր նրան, հաջորդեց Արշակ Սրբազանի կալանավորումը եւ ի վերջո վեհապարի դեմ հարուցված
քրեական գործը։ Հիմա կարծես թե ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, արդեն կպնում են սրբություններին, օրինակ երբևէ չէր եղել, որ Հայաստանում կալանավոր են աշակերտի քաղաքական, ասենք, ենթատեքստով կամ կնոջ, որը իհարկե ազատ են արձակել այդ կնոջը, բայց իդեպ Հայաստանում թյուր ըմբռնում կա, որ քաղբանտարկյալ են համարում միայն նրանց, ովքեր որ այս պահին կալանավայրում նստած են, սակայն քաղբանտարկյալ են այն բոլորը, որոնց հանդեպ կա տարբեր կիրառման միջոցներ։ Դուք էլ օրինակ հիմա այսօր ձեր դատն է, որևէ երաշխիք չկա, որ չեք կալանավորվի։ Պարոն Կարապետյան, համաձայն եմ ձեր միտքը նաև շարունակելով, այո, Հայաստանում անցած տարի առաջին անգամ եղավ դեպք, երբ որ կալանավորվեց Սրբազանը, Բարսեղյան հոգևորականը։ Եղավ առաջին անգամ դեպք, որը ես չէի սպասում, բայց եղավ, երբ որ ազատ խոսքի համար առաջին այցելի դատանի որոշումով դատապարտվեց Բարսեղյան հոգևորականը։ Այո, մենք ամեն ինչ առաջին անգամ ենք տեսնում, բայց ես ներողություն հակառակ Սրբազանի անունը մոռացա տամ, ներողություն։ Բայց ես հակառակ տեսանկյունից հիմա դիտարկենք այս ամեն ինչին, եթե չլիներ քաղաքացիական հասարակության պայքարը, եթե չլիներ մեր մայրերի պայքարը, մի քանի օր դատախազության դիմաց, այսօր համոզված եղեք Դավիթը կալանավայրում կլիներ։ Այսինքն այն որ ասենք, որ պայքարը արդյունք չի տալիս, ես դրա հետ միանշանակ համաձայն չեմ։ Այս պայքարը ստիպում է, այն իշխանության կողմից վախ են գալիս, հենց իրենք հասկանում իշխանության կողմից միանգամից հետքայլ են կատարում։ Այսինքն պայքար իմ կարծիքով միանշանակ պետք է։ Ես կարծում եմ, այո, այս նախընտրական իրավիճակում համոզված եմ, որ ցանկացած կալանավորում, ցանկացած նման ապօրինի գործողություններ բերում են նոր ալիքի, որտեղ հասարակությունը գնալով քաղաքականացվում է ու յուրաքանչյուր նման գործողություն հասարակության մոտ մեծացնում է հուզականությունը։ Այո, լրիվ ձեր հետ համաձայն եմ, մեզ թվում է թե քաղաքական բանտարկյալները, քաղաքական հալածյալները միայն այն մարդիկ, որոնք այս բանին կանանքի տակ են։ Այստեղ ունենք հարյուրավոր մարդիկ, որոնք վարչական հսկողության տակ են, երկրից դուրս գալու արգելքի տակ են, տարբեր գործեր են հարուցված։ Միանշանակ այդ բոլորն են իմ ընկերներ ունեն բազմաթիվ, որոնք տարիներով քրեական գործը հարուցված է, տարիներով, ինչ որ անհասկանալի հոդվածներով նիստ չի կայանում, նույնիսկ գործը դատարան չի հասել։ Այս բոլորը այո քաղաքական հալածյալներ են ու կարծում եմ իշխանափոխությունից հետո հենց առաջինը պետք է նոր իշխանությունը սրա մասին։ Այո, Հայաստանում չպետք է լինի քաղաքական հալածյալ։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ժողովրդավարական երկրում չի կարող մարդը հետապնդվել նրա համար, որ ինքը չի ընդունում իշխանության վարվող քաղաքականությունը։ Օրինակ նույն օրինակը իմ բերեցիք, ինչի համար ես դարձա քաղաքական, ընդհանրապես որ քաղաքական հետապնդող հալածյալ ընդհանրապես որ ասում է Բրյուսովի հավանասանում սխալ եք նշանակել ռեկտորին, ապօրինի եք նշանակել ռեկտորին, դրա արդյունքում կարվեցին քրեական գործը շուրջ արդեն 3 տարի գործը ընթանում։ Այսինքն ես մենակ ես չեմ, կան ինպես հարյուրավոր, հազարավոր ընկերներ, որ նման իրավիճակում են եւ ասում են միասնական պայքարի արդյունքում կարելի է հասնել հաջողության եւ բնականաբար սահմանադրական ճանապարհով։ Սա շատ կարեւոր է ֆիքսը, ի սահմանադրական ճանապարհներից մեկը ընտրություններն են ու հունիսի 7-ին բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որքան բարձր մասնակցություն, որքան բարձր հատկապես երիտասարդության մասնակցություն, այդքան հավանականություն, որ իշխանությունը կկորցնեն սրանք, շատ ավելի մեծ է։ Այնպես որ նորից կոչ եմ անում, բարձր մասնակցություն, սա է լինելու այս իշխանության դեմ պայքարի հիմնական մեխանիզմը։ Բայց ես կարծում եմ, որ փողոցային փողոցում կոնսոլիդացիան էլ փողոցային լայն շարժումը հակազդեցությունը Նիկոլ Փաշինյանի գործունեությանը նույնպես սահմանադրության տիրույթում է ձևավորում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, այդ թվում նաև քաղաքական միավոր, քաղաքական ուժ իրավունք ունի փողոցում կոնսոլիդացնել հասարակություն, իր բողոքի ձայնը բարձրացնել ու կարծեմ եթե նման իրավիճակ լիներ այսօր Հայաստանում հունիսի 7-ը շատ ավելի կարող էինք հանգստացել, որ կարձանագրենք Նիկոլ Փաշինյանի հեռացման օրը։ Համաձայն չեք, որ պետք է փողոց լիներ այսօր գեներացված ընդդիմության։ Պարոն Կարապետյան, եւ համաձայն եմ, եւ որոշակի առումով համաձայն չեմ այնքանով, որ յուրաքանչյուր անհաջող փողոցային գործողություն, որը չի բերում հաջողության, հասարակության մոտ ցավոք սրտի, հասարակության մի հատվածի մոտ հիասթափություն առաջացնում։ Այսինքն հիմա նաև պետք չի մարդկանց հիասթափացնել, իմ կարծիքով միանշանակ պետք է ակցիաներ, պետք է շեմ բանանում, ընդդիմանում այդ գաղափարին, բայց նաև պետք է կենտրոնանալ ընտրական մեխանիզմի վրա, ես ինչ սրանով նկատի ունեմ, հսկողությունը պետք է բավական ուժեղացվի, տեսեք ինչ օրինակ տեղ ունեցավ, դիտորդական առաքելություն ենք մենք իրականացնում Երևանի ընտրություններում, Հայ-ԱԿՎ միավորումը, Գյումրիում ենք իրականացնել, Փարաքարում ենք իրականացնել, Վաղարշապատում բավականին հաջողված, ու մենք իրենց բոլոր կեղծիքները զեկույցի միջոցով ներկայացրել ենք ընտրական հանձնաժողով, մեր միջազգային գործընկերներին, այսինքն բարձրաձայնել ենք, ու այս մարդիկ ինչ արեցին, ընտրությունից մի քանի ամիս առաջ
ընտրական օրենսգրքում իրականացրեցին համապատասխան փոփոխություններ, որով ուղղակի մեր դեմ օրենք ընդունեցին, արգելով մեզ զբաղվել դիտորդական գործությամբ։ Այսինքն սրանք նաև ինչ են անում, սրանք հասկանում են, որ ընտրությունների ժամանակ մեծ ընտրակեղծիքներ են նախապատրաստում, այդ թվում վարչական խախտումների տեսանկյունից եւ այլն, այսինքն այնպիսի մի խախտում են արձանագրել, իրենց պետք չի նաեւ դիտորդները խոսեն։ Այսօր ովքեր են դիտորդները, ուշադիր նայեք, այն մարդիկ, ովքեր ներողություն եմ խնդրում, ակնհայտ պաշտական դիրքի չարաշահումը չեն տեսնում, մարդը Քարոզ Արշավին կանգնած քաղաքացուն աշխատանք է խոստանում, աշխատավարձի չափն է նշում։ Դա միանշանակ ընտրական օրենսգրքի խախտում է, ընտրախախտում է, ու որովհետեւ ես չտեսա մի դիտորդական կազմություն, որ դրա մասին խոսի։ Այսինքն, այո, իրենք նախապատրաստվում են, միանշանակ իրենք նախապատրաստվում են, ու իմ կարծիքով մենք պետք է մեծ վերահսկողական մեխանիզմներ կիրառենք, ու ես համոզված եմ, եթե սրանք հանկարծ փորձեն ընտրությունները այն կարգի կեղծեն, որոնք ազդի ընտրությունների ելքի վրա, ես հավատացած եմ, մեր ժողովուրդը դուրս է գալու փողոց, մեր ժողովուրդը պահելու է սեփական քվեն, որտեղ մենք տեսել ենք Հայաստանում հետընտրական մի շարք գործընթացներ, իսկ այս ընտրությունները կարան լինեն աննախադեպ, որտեղ սա ես շատ դեպքերում ընտրություն չեմ համարում, սա իմ համար Հայաստանի լինելու ու չլինելու հարցն է, սա հանրաքվե է, կարճ ասած ընտրություն չի, հանրաքվե է, դրա համար կոչ եմ անում ակտիվ մասնակցել, ով ինչ հնարավորություն ունի, կանխենք Հայաստանի թերքասումը, կանխենք Հայաստանի չլինելը։ Սրանով այս ընտրությունը պայմանավորված։ Նայեք, դուք մեր խոսակցությունից ավելի վաղ նշեցիք, որ քաղաքական ուժերը անդիմադիր, իհարկե խոսքը անդիմադիր ուժերի մասին է, պետք է գնան մոտավորապես ընտրությունների 1 օրակարգով, չէ, կարևորագույն թիվ 1 օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հեռացնել, ինչ փայլուն ծրագրեր ուզում ես ունեցի, ինչ մոտեցումներ, գաղափարներ, ծրագրեր, դրանք ամբողջը մնալու են ընդհանրապես թղթի վրա գրված պարզապես թղթի կտոր։ Բայց ինչու այդ դեպքում ընդդիմությունը չի գնում միասնաբար, որովհետև բոլորին լսելով կարծես հռետորաբանությունը այն է, որ այո, պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց չկա միասնական ձևավորված ճակատը, գնում են տարբեր թևերով, երբեմն ինչ-որ մասնատված տպավորություն է թողնում, օրինակ դուք երկար ժամանակ կարծես ինչ-որ բանակցում եք, հետո կարծես ինչ-որ ստացվեց համաձայնության գալ միասնության թևերի հետ, բայց արդյունքում տեսանք, որ դուք նույնպես բաժանվեցիք։ Ես չեմ ուզում խորանալ ինչ-որ այլ պատճառների մեջ, ուղղակի փաստում եմ, որ ինչու այդ դեպքում ընդդիմությանը չի հաջողվում միասնական ճակատ ձևավորել ու այդպեսով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես դա այն հարցն է, որ սոցիոլոգների ու քաղաքագետների մեջ լուրջ բանավեճ է գնում, որ ճանապարհն է ճիշտ։ Ես իմ անձնական կարծիքը ասեմ, չեմ կարծում, եթե մեկ միասնական դիմադի տեխնացու լինի, իր հավաքած ձայների քանակը հավասար լինելու մյուս բոլորի գումարին։ Որտեվ կարծում եմ մեկ միասնական լինելու պարագայում կնելու են քաղաքացիներ, որոնք կարծելու են, ասեն, չէ, սա է, սա գիտեք։ Այսինքն իմ կարծիքով այո, պետք է անդիմության դաշտում եւ լինի այլընտրանք, որովհետեւ քաղաքացին կողմնոց չի, բայց նաեւ այո, ինչպես ամիսներ առաջ Հայաքվե միավորումը կոչով հանդես եկավ, հնարավորինս կոնսոլիդացվել, հնարավորինս գոնե մոտ գաղափարական ուժերը միասին գնան, ձայնը չփոշիացնեն, մինչև այսօր էլ Հայաքվեն պահում է այս դիրքորոշումը։ Իսկ ինչ վերաբերում է մեր համագործակցության մասին մենք հայտարարություն ենք տվել, առաջարկում այդ հայտարարությունը սահմանափակվենք, ընդհանրապես եղել են ծրագրային որոշակի բաներ, որ նաև մենք համոզված ենք, այո, թիվ 1 նպատակը իհարկե միանշանակ այս չարիքը ազատելն է, բայց նաև կան քաղաքական ուժեր, որոնք ունեն իրենց սկզբունքներ, իրենց արժեքներ ու այդ արժեքների հաշվին են նաև պետք չի այդ որոշումները կայացնել։ Այսինքն նկատի ունեք, որ խոսքը վերաբերվում է ոչ թե ընդհանուր ռազմավարությանը, այլ մարտավարական մոտեցումներին։ Այո, միանշանակ մարտավարական մոտեցումներին, այդ ամենի մասին մեր միասնական հայտարարության մեջ գրված է եւ մեր գործընկերների եւ մենք հաջողություն ենք մաղթում իրենց, որտեղ այո, մենք կարծում ենք ընդդիմության հաղթանակն լինելու բոլորիս հաղթանակ, ու մեր համար պայմանավորված չի, այստեղ կոնկրետ որ ընդդիմությունը, ինչքան շատ ընդդիմություն ձայն հավաքի, ինչքան քիչ չանցողիկ ընդդիմադիր ուժեր լինեն, այնքան ընդհանուր հաղթանակի համար դա օգուտ է տալու։ Նայեք, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրություններին գնաց կեղծիքով։ Նա հայտարարում էր, որ լինելու է Շուշիի Հադրութի դեօկուպացիա, Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱԿ Մինսկի շրջանակներում, խմբի շրջանակներում, սակայն ընտրվելուց հետո վերարտադրվելուց, ես ավելի շատ սիրում եմ իր պարագայում օգտագործել վերարտադրվել բառը։ Վերարտադրվելուց հետո նա կատարեց
իր տված խոստումների տրամագծորեն հակառակը եւ հետո մեղքը գցեց ինչ որ հորինած կերպարների վրա, որ իբր ինչ որ իրան մոտեցան ծնուցող մայրեր, նահապետ հայրեր ու համոզեցին, որ չէ, մեզ ոչ մի բան պետք չի, ոչ Արցախ, ոչ ազգային արժեք եւ մեզ միայն հաց ու խաղաղություն է պետք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մասնակցում է շանտաժով, որ ես եմ խաղաղությունը, ես չեմ լինում, Հայաստանը թաթախվում է պատերազմի մեջ, ընդհանուր Հայաստանի պետականության կորուստ։ Հիմա ինչ եք կարծում, ավելի շատ այդ պետականությունը վտանգվում է իր գոյությամբ, թե բացակայությամբ եւ ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի անձը լինի խաղաղության երաշխավորը այն պարագայում, երբ ինքն է պատերազմը մոտեցրել մեր շեմին եւ ինքն է կործանել համենայն դեպս Արցախի հանրապետությունը, ինքն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքներ։ Հան Կարապետյան, ես սկզբունքորեն ընդհանրապես կողմ եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քայլերի մասին քիչ խոսել, որովհետև դրանք վաղուց անցել են տրամաբանությունից, դրանք վաղուց անցել են քաղաքական բոլոր կանոններից, բայց քանի որ հարցը հնչեց, հետեւյալ պատասխանը տամ։ Ինքը շարքային ստախոս է։ Ինքը ինչ ասել է, հակառակն է արել։ Այո, գնացեք քաղաքացին մեկ այլ ծրագրով մոտեցել ասել, ինձ ընտրվել է լրիվ հակառակն արել։ Դա ոչ միայն վերաբերում է Արցախին, ոչ միայն վերաբերում է մեր անվտանգությանը, արտաքին քաղաքական բոլոր բնակավարներում։ Բացենք, տեսնենք ինչ խոստում են արել ու առավելևս այսօր ինչ են ասում։ Այսօր իրենց ներկայացած ծրագիրը կներեք, դա քաղաքական ծրագիր չի։ Դա քրեական հանցագործությունների հերթական շարանն է։ Դու ինչ գործ ունես քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցություն, ինչ գործ ունես հայ առաքելական եկեղեցու հետ։ Դա սահմանադրության հստակ խախտում է։ Դու որևէ իրավունք չունես քո քաղաքական ծրագրում նման կետ նշես, ինչ եմա եկեղեցու։ Այսինքն ես առաջում շատ չկենտրոնանանք այս քայլերի վրա։ Ինքը որպես քաղաքական գործիչ վաղուց իրեն սպառել է, ես մշտապես ասել եմ, Նիկոլ Փաշինյանի գոյությունը դա մեր ազգի, ասենք ասենք, ազգային մշակույթի, ազգային լինելիության երևի է սխալն է, մեր մեղքն է, ասենց ձևակերպում երևի տամ, չգիտեմ ոնց ձևակերպում տամ, եւ մենք ամեն գնով պետք է մեր օրակարգով, մեր ծրագրով մոտենանք քաղաքացին ու քաղաքացին բացատրենք ինչի պետք է մեզ, ես որ ասում ես հասկացեք ընդհանուր ընդդիմադիր հավաքական առումով, այո, ինչի պետք է ընդհանուր եւ պետք չի շատ իր օրակարգի մեջ մտնել։ Իր մասով կարծում եմ քրեական օրենսգրքում շատ դժվար է գտնել հանցագործությունները, որ ինքը չի խախտել ու դրա մասով ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի ու գալու է այդ օրը։ Այնպես որ առաջարկում շատ չկենտրոնան իր քայլերի վրա։ Բայց ես սիրով կհամաձայնվեի ձեր առաջարկին, ուղղակի մի հանգամանք կա։ Նայեք, ինքը անում է այսօր այն իմ կարծիքով, այսօր անում է այն, ինչ պետք է աներ ընդդիմությունը։ Նայեք, նա շրջում է յուրաքանչյուր գյուղ, քաղաք, մտնում է բակեր, մտնում է շենքեր, բախում է քաղաքացիների դռները, եթե նրան դռնից հանում են դուրս, պատուհանից է փորձում ներս մտնել, համառորեն կարճում է բնակիչներին այն աստիճան, որ շատ դեպքերում սկանդալ է առաջացնում։ Այո, շատ դեպքերում սկանդալ է առաջացնում, բայց որոշ դեպքերում էլ իր հայտնվելը բնակչի տան շեմին, մանավանդ ասենք մարզերում, երբ վերջին անգամ բարձրաստիճան պաշտոնյաներ ես իմ երբ են տեսել, մեկ այլ հանգարց դուռը բացում են, տենում են Նիկոլ Փաշինյանը իր կերպարով տնկված է այդ տան շեմին։ Վտանգ կա, որ կարող է որքան էլ քաղաքացին մինչ այդ խոհանոցում հայոյեր Նիկոլ Փաշինյանին, ամեն դեպքում կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, մանավանդ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասարսուր բաներ է ասում, որ եթե ես չեմ լինում, պատերազմ է, վերջ եւ այլն եւ այլն։ Հիմա կարծում ընդդիմությունն էլ պետք է նույն գործիքակազմը կիրառեր, այսինքն զբաղվել դասական քաղաքականությամբ, մտնել յուրաքանչյուր տուն։ Այո, նույն ընդդիմությանն էլ, եթե որևէ մեկը դռնից աներ դուրս, պետք է պատուհանից ներս մտներ, ընդ որում դա չպետք է անեին պարզապես երիտ թևերի ներկայացուցիչները, այլ առաջնորդները։ Համաձայն եմ, պարոն Կարապետյան, խաղաղության օրակարգի հետ կապված ասեմ, եթե ինքը նման բան է ասում, նշանակում է ինքը ստեղծել է շատ վատ համակարգ, ինչ է նշանակում, եթե ես չլինեմ, վաղը չեմ ասում դու չկաս, Աստված մի արասե մահանում ես չկաս։ Այսինքն ինչ է նշանակում, պետք է խաղաղություն, պետք է պատրաստագործեք ձեր դատն է այսօր։ Ես ԿՊԱ-ականների պատկերացմամբ իրենց առաջնորդը անմահ է, եւ երբ որ ասում եք գոնե օգտագործեք Աստված մի արասե մահանա, որովհետեւ կարող է դա սպառնալիք դիտարկել ու այսինքն նշանակում է դու մի հատ փխրուն համակարգ ես ստեղծել, եթե դու չլինես, չի լինելու խաղաղություն։ Այսինքն սա իր դեմ է աշխատում։ Այս դրույթ հենց իր դեմ է աշխատում, այսինքն ինչ է նշանակում դու չլինես պատերազմա լինելու։ Այս
սրա մասին էլ ասում միանշանակ ձեր հետ համաձայն եմ, նույն ընդդիմությունը, այո, մենք արդեն սկսել ենք իդեպ, ու կարծում եմ, որ շատ դեպքում պետք չի դա լուսաբանել, ցուցադրել, պետք է գնալ տուն առ տուն, մարդկանց հետ այսպես պետք է նստել, խոսել։ Երբ որ հավատացեք, խոսում ենք մարդկանց հետ, բացատրում ենք իրավիճակը, այն մարդիկ, որոնք ասես 50-50 է իրանց մոտ չեն հասկանում, միանշանակ ընդունում են մերա։ Պետք է մարդկանց հետ խոսել, բացատրել։ Այո, ընդդիմություն դա պետք է անի ու ընդդիմադիր բոլոր ուժերին կոչ եմ անում անպայման այցելել մարդկանց բնակարաններ, խմբերով մարդկանց հետ խոսել։ Միայն տետատետ հանդիպումների արդյունքում շատ կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաները, Facebook-ները, սոցիալական ցանցերը, բայց հավատացեք, մարդը ցանկանում է իր հետ զրուցել, մարդը դրա կարիք ունի։ Իհարկե, մարդու վրա դա շատ դրական ազդեցություն է ունենում, որովհետև մարդը իրեն ի վերջո գնահատված է զգում, մարդը իրեն կարևորված է զգում, որ իրեն չեն դիմում միայն եթերով, այլ գալիս իր հետ հանդիպում են, իրեն կարևորում են, որ նա իրոք քաղաքացիներ է, որը կարող է իրավիճակ փոխել այս երկրում։ Այդ առումով այո, պետք է ընդդիմությունը հենց այսօրվանից, այս պահից սկսած աշխատի մարդկանց հետ։ Նայեք, պարոն Հակոբյան, Իդեպ, մի բան էլ ավելացնեմ այս մասով, ես ինչ եմ ասում, շատ դեպքերում պետք չեն կամերաներ եւ այլն, որովհետեւ քաղաքացիները, այո, այդ վախի մթնոլորտը կա։ Տեսեք, մենք ասում ենք կան այո արժանապատիվ քաղաքացիներ, որ դուրը փակում են իր առաջ, այո, բայց նա կան մարդիկ, որոնք անակնկալի են գալիս, որոնք որովհետեւ սովորական պայմաններում իրենք կարող է դուրը փակեին, բայց գալիս են մտնում է տուն մի անգամից, ամենավ ամոթի զգացում, իհարկե նաև դաստիարակության խնդիր կա, Նիկոլ Փաշինյանն իհարկե դա ներկայացնում են որպես որ իրենք սիրում են, բայց մարդը կարող է պարզապես այնպեսի կիրթ մարդ լինի, այնպեսի դաստիարակություն ստացած լինի, որ անհարմար զգա, որ ով իր դուրը ծեծել է, ասի մի շեմից մի արի ներս, իսկ Նիկոլ Փաշինյանը համառորեն իր ամբողջ խմբակով ներխուժում են ներս, բայց ասենք մի այլ շատ կարևոր թեմայի, նայեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամեն ինչից, այն ամենից, ինչը կապված է մեր ազգային արժեքների հետ։ Արարատ լեռը, ցեղասպանությունը, Արցախը արդեն խոսեցինք, նաև արցախցիների վերադարձի իրավունքից, ինչը միջազգայինորեն ճանաչված իրավունք է, սակայն Նիկոլ Փաշինյանը բառացիորեն արցախցիների վերադարձի իրավունքը դնում է նույն հարթության մեջ Արևմտյան Ադրբեջան կեղծ ու Հայաստանի գոյությունը մերժող այդ գաղափարախոսության հետ եւ Ալիևին առաջարկում է, որպեսզի նրանք մերժեն իրենց այդ մոտեցումը Հայաստանն էլ հրաժարվի արցախցիների վերադարձի իրավունքից, սակայն կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը այո, իդեմս այս իշխանությունների իհարկե հրաժարվեց արցախցիների վերադարձի իրավունքից, սակայն Ալիևը չի հրաժարվում Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից։ Դեռ ավելին, թիվն էլ մի երկու անգամ ավել է ներկայացնում են ադրբեջանցիների, որ իրենք պետք է վերադառնան ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Միանշանակ, այս իշխանությունը, ես մշտապես ասել եմ, այս իշխանությունները կրթական ոլորտում հատկապես խոսեցինք, այս իշխանությունների վարած քաղաքականությունը ուղղակի սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Թե պատմության հետ կապված, հայոց պատմության հետ կապված առարկայի անվանման փոփոխությունը, թե վերջին իրադարձությունները, որտեղ են գտել մեր պատմության դասագրքերում, թե Արարատ լեռան հետ կապված այս սուտ պատմությունը, ինչ է նշանակում, եթե մենք խոսում ենք Արարատի մասին, տարածքային հավաքություն ենք Թուրքիայի նկատմամբ, սա սին գաղափարախոսն է, որ դենան է, այդ նշանակում է ինչ, լուսինը Թուրքիային է պատկանում, այսինքն դա սիմվոլ է, դա քրիստոնեական սիմվոլ է, դա մեր հայրենիքի մի մասն է, մեր պապերի ապրած հայրենիքն է, ու մենք այո պետք է խոսանք, պետք է իմանանք, նույնն է Արցախի մասը։ Ես չեմ կարծում, որ Արցախի թեման փակվելու է, ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր ազգային նպատակները փակվելու է, այո, մենք պայքարելու ենք նախ եւ առաջ մեր Արցախահայության հիմնարար իրավունքների համար, նախ վերադառնանք բնակավայրը, վերադառնանք հայրենիքը, ու հետո նաեւ անցնենք հաջորդքան։ Արցախի թեման գոնե մեզ համար փակ չի, Արցախի թեման կա ու ամեն ինչ անելու ենք ու շարունակելու ենք պայքարը Արցախահայության հիմնարար իրավունքների վերադարձի, սեփականության իրավունքի եւ մնացած հարցերի շուրջ։ Այնպես որ Սա նոր իշխանությունների համար ամեն դեպքում կարծում սա պիտի առաջնային խնդիրներից մեկն է։ Նայեք, այս իշխանությունը մի շատ քողարկված, բայց իրականում շատ վտանգավոր քայլ է անում։ Նա սողոսկում է դպրոցներ։ Բառից բուն իմաստով սողոսկում է դպրոցներ եւ փորձում է կազմաքանդել երեխաների նոր ձևավորվող
պատկերացումները մեր ամբողջ արժեքային, ազգային արժեքային համակարգի հետ կապված։ Նայեք, որպես օրինակ աղջիկը սովորում է դպրոցում, օրեր առաջ ես կարդում եմ իր պատմության դասագիրքը։ Տարածիորեն այնտեղ մի նախադասություն մեջ բերեմ, որպես օրինակ, չնայած բազմաթիվ են։ Տարածիորեն գրված էր հետևյալը, որ Արցախն ու Ադրբեջանը մշտապես բանակցել են տարիների շարունակ Արցախի հետ շուրջ, սակայն հայկական կողմը մշտապես պնդել է, որ առաջինը պետք է որոշվի Արցախի կարգավիճակը, նոր կքննարկենք փողզիջումները, դասագրքում է գրված։ Այնուհետև դրան հաջորդում է հարցը։ Ինչ եք կարծում, նման իրավիճակը արդյոք չէր հանգեցնի պատերազմի եւ այլն մոտավորապես նման ձևակերպում։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանն է մեղավոր 44 օրյա պատերազմի։ Հիմա նայեք, այս իրենց սողոսկումը երեխաների, այսինքն նենգորեն երեխաների վրա ազդելու այդ փորձերը, հիմա ինչպես կարող ենք Կարապետյան, իմ կարծիքով սա մի բառով, սա սրբապղծություն է, սա սեփական պատմություն է, նորագույն պատմություն է, անցած մի քանի տարիներ ուրանալ է ու քաղաքական սեփական ամբիցիաների, սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ պատրաստ իշխանություն է, ինչ ասեն պատրաստանի, դա համադրությունը կփոխի, պետք է հայոց պատմությունը Ադրբեջանի պատմություն կդարձնի։ Այսինքն սա սրբապղծությունը կարիք նորից կրկնում, ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իշխանություն է, որի դեմ պետք է պայքարել։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ դպրոցական մասով, ես իմ ամենամեծ ցավալի հարցն է սա, մեր մանկավարժների ու դասախոսական անձնակազմի քալ լռությունը։ Սա մշտապես իմ բան հարցնի, այդ մարդիկ իհարկե տեսնում ենք դեպքեր, տեսնում ենք ընդվզումներ ու ուրախություն մեզ Սարդարապատի դպրոցի օրինակը մենք տեսա։ Բայց լավ, Ժորժ ջան, դուք ինձ կերտել եք որպես Հայաստանի քաղաքացի, որ Արցախ իմ հայրենիքն է, իմ սիրելի ուսուցիչներ, դուք ասելիք չունեք, դպրոցներ դուք ասելիք չունեք, դուք պատրաստ եք սրան ճղճի մեր հերոսների նկարները Արցախի դրոշը հանել, ինչա պահեք ձեր տնօրենի պաշտոնը, Ժորժ ջան։ Ես նույն օրինակը բերում եմ, մեր հարգարժան գործընկերները համասարին։ Դասախոսական անձնակազմի մեծ մասը դեմ է այս ամեն ինչին։ Պատրի տակ տենում ես, ձեր հետ ենք, ձեր ցավը տանենք, բայց ուր եք, Ժորժ ջան, ուր եք։ Ես օրինակը նոր նաև բերեցի մեր հարգարժան գործընկերոջը Խաչի Գալստյանին, ապօրինի ձերբակալեցին, ապօրինի ընտրակաշառքի գործ հարուցեցին։ Ուր էին իր հետ Գալստյան Խաչիկի հետ աշխատած, տասնյակ տարիներ աշխատած դասախոսները, որոնք ինչ են, իրենք կարծում են Գալստյան Խաչիկը կաշառակեր է, վստահ եմ չեն կարծում։ Ինչի չեն խոսում։ Այ մեծագույն խնդիրը սա է։ Վախենում են։ Այ հենց որ մտավորականության մեջից դուրս գա այս վախը, հենց որ մտավորականությունը կհասկանա, որ ինքը պետք է առաջնորդի ժողովրդին պետք չի մեղադրել։ Ոչ մի բանում։ Ժողովուրդը շատ երկրում չի հասկանում ինչա կատարում, բայց եթե մտավորականությունը չի հասկանում, այդ է մեծագույն աղետը։ Ու ես կարծում եմ, ես համոզված եմ, որ այն մտավորականները, որոնք դեմ են խոսում այս ամեն ինչի, դրանք շատ են։ Հավատա 80-90%-ը նման կարծիք ունեն։ Ընտրություններին պետք է կոչ անեն, մարկանց գնալ ընտրության։ Սա ամենակարևորին խնդիրն է։ Եթե պետք լինի, պետք է դուրս գան հրապարակ, կանեն մեր քաղաքացիների կողքը։ Հենց կհաստենք դրան, հենց մեր մտավորականությունը կհասկանա, որ ինքը պիտի առաջնորդի այս հասարակությանը, հավատացած եղի, թե դպրոցներում, թե մյուս մասում մեր խնդիրները լուծվելու են։ Պարոն Հակոբյան, մոտս մի հարց առաջացավ ձեր ասածից, բայց արդյոք լռողները իրոք մտավորական են։ Նայեք, մեր մոտ ասես թյուրն բռնում կա հանրության մեջ, որ մեկը ինչ որ իր ոլորտում հասնում է ինչ որ անուն է ձեռք բերում, գուցե նա լավ արվեստագետ է, պայմանական ասած արվեստագետ, գուցե իրոք հոյակապ արվեստագետ է, հոյակապ կոմպոզիտոր է եւ այլն եւ այլն։ Բայց արդյոք լավ կոմպոզիտոր լինելը միաժամանակ նշանակում է լինել նաեւ լավ մտավորական, երբ նա լռում է այն ամենի հետ կապված, ինչ որ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Հիմա նույն դասախոսները, նույն մանկավարժները, երբ որ լռում են, մանկավարժը երբ որ լռում է այս արհավիրքների հետ կապված, արդյոք նա չի վերածվում պարզապես դասատուի, որը գալիս է իր 40 րոպեն դասը կարդում է ու վերջ գնում է տուն, մնացածը իրեն չի հետաքրքրում։ Արդյոք նրանք իրոք մտավորական են եւ արդյոք երբ որ տեղի ունենա իշխանափոխություն, արդյոք հարկ չկա նաեւ ուզում եմ բառը ճիշտ ընտրել, ոչ թե մտավորականներին փոխել, այլ ձևավորվի նոր էլիտա, որովհետև եթե այսօր այս մտավորականները լռում են,
Նրանք կլռեն նաև մյուս իշխանությունների թերությունների դեպքում մյուսին եւ ընդմիշտ կլռեն, մեզ պետք են արդյոք լռող մտավորական։ Պարոն Կարապետյան, ձեր հետ միանշանակ համաձայն եմ, այս ամեն ինչը մեր կրթության համակարգում իրականացած սխալների մեղքն է, արդյունքն է։ Այո, մենք կրթական համակարգում շատ ենք թերացել, ես ինքս կրթական համակարգի ներկայացուցիչ եմ ու պարզ խոսում եմ դրա մասին, շատ ենք թերացել, որ մենք ունենք այս իրավիճակը։ Այո, պետք է ամեն ինչ վերանայվի, պետք է արժեքները վերանայվի, պետք է հասկանանք ով է իրական մտավորականները, մենք տեսել ենք 80-ականներին, 90-ական իրական մտավորականները ովքեր են։ Այո, պետք է վերականգնվի այդ մտավորականի կերպարը։ Այն մարդը, որ հանուն 2 կոպեկի, հանուն իր աշխատանքի պատրաստ է լռել, համաձայն եմ ձեր հետ, մտավորական չի։ Այդ ասիկ պարզապես դասատուել չի, չգիտեմ ինքը ինչ է։ Չգիտեմ, չեմ ուզում ձևակերպել։ Այո, պետք է կրթության համակարգում համատարած փոփոխություն լինի։ Կրթության համակարգը մեր այս ամեն ինչի արդյունքը կրթության համակարգում իրականացած սխալներն են։ Կրթության համակարգը պետք է ապա քաղաքականացվի, ավելի ճիշտ ապա կուսակցականացվի, կրթության համակարգը պետք է ազատ լինի ու միայն այդ ապագա իշխանությունը հետ ուզում է այս ամեն ինչը շատ արագ կարողան լուծել, ինքը պետք է միանշանակ կրթության ոլորտից սկսի։ Ու մենք նաև ունենք որոշակի առաջարկներ կրթության ոլորտի հետ կապված, թե դպրոցական միջնակարգ կրթության, հանրակրթության, թե բարձրագույն կրթության, ու մեր ծրագրերը նաև պատրաստ ենք ներկայացնել քաղաքացիներին, իրենց հետ խոսալ, հասկանալ, գտնել ընդհանուրը ու նաև աջակցել ընդդիմադիր ուժերին ցես ամեն ինչը կյանքի կոչելու համար իշխանության գալուց հետո լուծել այս ողջ խնդիրների փաթեթները, որ առկա են։ Լավ, անդրադառնանք նաև Հայաքվեին։ Դուք վարչության անդամ եք, ձեր խոսքը ոչ միայն ձեր, այլ նաև Հայաքվե միավորման խոսքը մշտապես լսելի է, տեսնում ենք, բայց բուն ընտրությունների հետ կապված։ Ինչ ճանապարհներ եք տեսնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, դուք ինչպես եք մասնակցելու այդ ընտրություններին կամ մասնակցելու եք, թե չեք մասնակցելու, մասնակցության դեպքում միայնակ, թե դաշինքով, թե համագործակցությամբ, եթե իհարկե ես չեմ ակնկալում, որ դուք ամբողջ ձեր մարտավարական քայլերը կասեք, բայց գոնե մի երկու խոսքով, որպեսզի մեր դիտողների համար էլ մոտավորապես պարզ լինի, թե ինչ քայլերի է պատրաստվում Հայաքվեն։ Պարոն Կարապետյան, մենք ամիսներ առաջ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հանդես եկան կոչով, որտեղ կոչ արեցին բոլոր իրական ընդդիմադիր ուժերին համախմբել մեկ միասնական ճակատով, այդ մեկ միասնական ճակատ անպայման չի հասկանալ մեկ միացուցակներով միասնական պայքարել օրակարգին, այո, այս իշխանության հեռացման համար։ Եվ մենք մեր այս հայտարարությանը մինչ այսօր հավատարիմ ենք լինելու, մենք չենք իրականացնելու այնպիսի գործողություններ, որը կոժանդակի այս իշխանության վերարտադրության, այսինքն մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը, ընդդիմությունը կարողանա հաղթել ու գալ իշխանության, թե ինչ ֆորմատով այս բանին դեռևս չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց հավատացած եղեք, մենք լինելու ենք ընդդիմադիր դաշտի կողքին, աջակցելու այս հակապետական իշխանությունից մեր ժողովրդի ազատմանը։ Մենք այսի միանշանակ է ու սրա մասով որևիցե այլ կարծիք չի կարող լինել։ Դե ինչ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ հաղորդումից հետո սպասվում է ձեր դատը, չգիտեմ նման դեպքում ինչ են ասում, բարի դատ, ինչպես են ասում, աստվածնա որ չկալանավորվեք իհարկե, որովհետև կալանքը Հայաստանում դարձել է խիստ օրինաչափ եւ նույնիսկ զարմանալի է, թե ինչու առայժմ ձեզ չեն կալանավորել։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, կալանավորման միջնորդությունը եղել է ժամանակին, բայց վարչական հսկողությամբ են սահմանափակվել շուրջ 6 ամիս։ Ես ձեր խոսքը, լավ խոսքը ներողում եմ մեր բոլոր քաղաքաբանտարկյալներին, այն բոլոր մարդկանց, ով է սոյանց դատնա նշանակված քաղաքական բանտարկյալին, բնականաբար բոլորին մաղթում եմ համբերություն, արդարությունը գալու է։ Արդարություն։ Կարելի որ եւս մի երկու խոսք այդ կալանքների հետ կապված Հայաստանում նայեք ձերբակալությունների նույնիսկ այդ բնույթը ձևը զավեշտը մարդուն ասենք գիտնականին, չգիտեմ քաղաքական գործին, աշակերտին այնպես են ձերբակալում, sense կռացրած, բզից բռնած, կարելի է կարծել, որ հայտնաբերել են հանրության համար մի վտանգ ներկայացնող հանցագործի, ոճրագործի, խելագարի, մոլագարի եւ ցավալիորեն լռում են այդ մասին արևմտյան
այն կառույցները, որոնք մարդու իրավունքների համար կուրծք էին ծեծում, որոնք կմեռնեին հանուն մարդու Հիբրիդային ազատության։ պատերազմների դեմ են պայքարում, չգիտես ում դեմ են պայքարում, ինչ հիբրիդային Ճիշտ եք ասում, պարոն Կարապետյան, դա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց վախեցնելու, մարդկանց աչքը վախեցնելու, դրա համար նման կերպ են ձերբակալում ու որովհետեւ մյուսները երկար մտածեն դրանից առաջ, բայց չի աշխատելու համոզված եմ։ Արդեն համբերության բաժակը լցվել է այլ։ Ուրիշ տեղ չկա գնալու։ Դե ինչ եւս մեկ անգամ շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե միավորման վարչության անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Ցոլակ Ակոբյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ